Ադրբեջանի հետ երկարաժամկետ խաղաղության հասնելու Հայաստանի ջանքերը կարող են խորացնել ներքին լարվածությունները, եթե Հայաստանը չկարողանա լուծել Լեռնային Ղարաբաղից տեղահանվածների խնդիրները, ասվում է միջազգային ճգնաժամային խմբի երկուշաբթի հրապարակված զեկույցում։ Չլուծված սոցիալական լարվածությունը կարող է վերածվել բաց վերքի Հայաստանի հասարակության համար։ Թեև Հայաստանի կառավարությունը 2023 թվականի սեպտեմբերին էթնիկ զտումից հետո սկզբնական շրջանում արդյունավետ կառավարեց ճգնաժամը, սակայն 2024-ի կեսերից աջակցության ծրագրերը կտրուկ կրճատվեցին։ Ամենասուրը շարունակում է մնալ բնակարանային հարցը։ Սոցիալական խնդիրների պատճառով փախստականները լքում են Հայաստանը։ Քաղաքական առումով զեկույցը փախստականների հարցը դիտարկում է Հայաստանի ավելի լայն խաղաղության ջանքերի համատեքստում։ Վարչապետ Նիկոլ Փաշինյանը հրաժարվում է Լեռնային Ղարաբաղի նկատմամբ որևէ պահանջից։ Այո, մենք չենք շարունակելու Ղարաբաղի շարժումը։ Ուզում եք թռեք վերև, ուզում եք իջեք ցած։ Զեկույցը նաև նշում է, իշխող վերնախավը վախենում է, որ տեղահանվածները կարող են քաղաքականապես համախմբվել, պահանջելու իրավունքներ կամ փոխհատուցում իրենց հայրենիքի կորստի համար։ Նշվում է, որ փախստականներն ու նրանց պաշտպանները պետք է ընդունեն, որ վերադարձն իրենց առաջ քաշած պայմաններով իրատեսական չէ, հաշվի առնելով Լեռնային Ղարաբաղի նկատմամբ Ադրբեջանի վերահսկողությունը և միջազգային անվտանգության ներկայության մերժումը։